Ստեղծագործելով տղամարդկանց շրջապատում նա դարձավ իր ու մեր ժամանակների ամենահեղինակավոր կին ստեղծագործողներից մեկը։ Նա Սիլվա Կապուտիկյանն է։ Այսօր իմ հյուրն է բանաստեղծուհու տուն թանգարանի ղեկավար եւ բանասիրական գիտությունների թեկնածու Արմենուհի Դեմիրճյանը։ Բարև ձեզ Տիկին Դեմիրճյան։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Սիրով։ Տիկին Դեմիրճյան, գանք ամենասկզբից։ Ինչ հանգամանքներում եւ ինչպես որոշվեց Կապուտիկյանի տունը վերածել թանգարանի։ Շատ ինտրիգային հարց է։ Ի սկզբանե որոշված էր, նույնիսկ տասնամյակներ առաջ, երբ նայում ենք, որ Սիլվա Կապուտիկյանը անգամ իր գործածած գրիչները չի թափել, աշակերտական գրիչներ, թեթև գրիչներով էր սիրում աշխատել։ Արդեն հասկանում ենք, որ նա մտքում վաղուց ուներ, որ տունը պետք է դարձնի թանգարան։ Բայց վերջին 3 տարիներին 2003 թվականից 2006 թվականները, երբ ես սկսեցի օգնել աջակցել նրան այդ հարցում, ինձ համար տարօրինակ էր, որ թանգարանը պետք է մնա 4-րդ հարկում, այսինքն իր բնակարանում, եւ շատ էի այսպես դրթում, համոզում, որ Տիկին Սիլվա, եկեք ինչ-որ մի փոխանակություն անենք, գուցե վաճառենք, առնենք նոր բնական հողի վրա, իսկական թանգարանի տեսքով։ Ասաց ոչ, դա լինելու բան չի։ Ես հասկացա, ինսուլտ է տարել, ծանր իրավիճակներից է դուրս եկել, բայց երբ ասացի գոնե վերանորոգենք, ինձնից 2 ժամ ժամանակ խնդրեց, 2 օր, 2 օր ներողություն, բայց 2 ժամ հետո զանգեց եւ մեծ մեղադրանք, ասաց գիտես, այն գումարը, որ ես պետք է ծախսեմ իմ տան վերանորոգման վրա, արդեն ուղղել եմ առաջին ուղեկալի գիծ նոյեմբերյան 40 զույգ կոշիկ էր առել եւ անմիջապես ասում է մի 100-120 զույգ էլ պիտի առնեմ, այսինքն այդ խոսքը էլ բերան չբերես, արգելեց ինձ այդ մասին խոսել։ Ուրեմն հասկացանք, որ նա վաղուց մտադրվել էր եւ իր կամքով, իր կտակի համաձայն տունը դարձրեց թանգարան։ Տիկին Արմենուհի, բացի այն, որ հզոր ստեղծագործող էր, նաեւ հզոր կին էր։ Ինչն էր Սիլվա Կապուտիկյանին այդքան հզոր դարձնում։ Ես միշտ մտքիս մեջ այդ հարցը տվել եմ ինձ, բայց մինչև չգնացի նրա հայրենիքը, չտեսա նրա ծնողների ծննդավայրը Վանը, ես հարցի պատասխանը չիմացա։ Ես գնացի Վանը, տեսա Մշո դաշտով հանդերձ, Վանածովակով հանդերձ, այդ մեծ շնչառությունը, Վանածովակի գույների այդ գունափոխությունը, կանաչից փիրուզագույն, փիրուզագույնից կապույտ եւ այլն, եւ այդ մեծ շնչառության մեջ, որտեղ ստեղծագործել է նաեւ մեր Նարեկացին, հասկացա, որ Կապուտիկյանը պետք է լիներ մեծ։ Բայց Կապուտիկյանը մեծ շնչառությունից եկած, ուրարտական մեծ ենթակավորական ուժից եկած ծագում է, գենետիկ ծագում է եւ հրաբուխները ժայթքում են, չէ՞, լռում են, հետո ժայթքում են։ Մեր իրականության մեջ այդպես է, Նարեկացուց 916 տարի հետո ծնվեց Թումանյանը, իսկ Խոսրովի դոխտը 7-րդ դարի հայ կին բանաստեղծ էր, 7-րդ դարից մինչև 20-րդ դար, 13 դար հետո ծնվեց Սիլվա Կապուտիկյանը։ Տիկին Արմենուհի, Կապուտիկյանի ստեղծագործություններում հատկապես ընդգծվում է նրա կանացիությունը ու միաժամանակ նաև առնականությունը։ Ինչպես էր համատեղում այս երկու գծերը, որովհետև իրականում շատ ուժեղ էր նա։ Այո, առաջին անգամ դա այսպես իցույց է դրել Պարույր Սևակը։ Բոլորը զգում էին, որ նա կարողանում է համակշռել զգացմունքը եւ միտքը։ Իր տանը կշերք կա 2 թաթանի, այդ կշերքը լավ ներկայացնում է միտք եւ զգացմունք։ Հետո այդ թեման ծանրացրեց, լավ մշակեց նաև Վահագն Դավթյանը, թե ինչպես է նա կարողանում զգացմունքից ելնելով համակշռվել մտքով եւ կին, ասենք, բանաստեղծների մեջ երբ սկսում է որոնել, հավասարը ուղղակի չի տեսնում։ Համաշխարհային գրականության մեջ էլ է այդպես։ Սիլվա Կապուտիկյանին համարժեք մեծություն չկա։ Ես անձամբ որպես գրականագետ նստել ուսումնասիրել եմ Նոբելյան մրցանակ ստացած գերմանագիր կանանց 4-5 Նոբելյան մրցանակակիր բանաստեղծուհիներ ունեն, ուղղակի ինչ ասեմ, մեզ համար եմ ամաչել, որ մենք ինքներս չենք առաջադրել, չենք էլ մտածել, որ Սիլվա Կապուտիկյանը բոլորից առաջ պիտի լիներ, որտեղ բոլորից լավ է համակշռում զգացմունքը եւ միտքը։ Այսպիսի մեծությունը իր բուռն ստեղծագործական կյանքի ընթացքում հասցրեց մայրանալ ընդամենը 1 անգամ։ Ինչպիսի մայր էր, ինչպես էր համատեղում բանաստեղծուհու եւ մոր կերպարը։ Այնպիսի չքնաղ բանաստեղծություններ ունի, օրորոցից մինչև կարելի ասել ծերություն, երբ Արաշիրազը արդեն 60 տարեկան էր եւ հրաժեշտի բանաստեղծություններ էր գրում, որ իմ դեմ կփակվի քարակոպ մի դուռ, որը հեշտ էր բացել, բայց չէիր բացում։ Բայց սկսել է շատ ջերմ, շատ քնքուշ տողերով,
շատ այսպես ոգևորիչ ընթացք է տվել, որ երբ քո փապաշները, փոքրիկ սիրուն փափլիկ պապաշները, երբ դարձրան 40 համար կոշիկներ տղաս, գերազանցիկ չես, բայց լավ մարդ ես, որովհետև օգնում ես եւ ծերին, եւ քո ընկերներին։ Այսպես խրատական մի շարք է գալիս, մայրական բանաստեղծությունների մի հրաշք է ուղակի։ Ամեն մայր կերազի, որ իր զգացմունքները նմանատիպ ձևով ելք ունենան, այսինքն Կապուտիկյանին ման կարողանա արտահայտել։ Եվ ասեմ, որ նաև խիստ մայր է եղել, երբ հիպիական շարժում կար Երևանում նաև, Արայիկը բնական է, որպես երիտասարդ արվեստագետ պետք է տուրք տար, եւ մայրը հերոներից վերադարձել է, բացարձակ չի խոսել այդ մասին, բայց նրա լռությունը այնքան պինդ է եղել, այնքան ամուր է եղել, որ Արա Շիրազը միանգամից սաստվել է։ Այսինքն նա կարող էր դառնալ նաև ոչ արվեստագետ անհատ, բայց նա գնաց ճիշտ ճանապարհով իր մոր հայացքը գնահատելով եւ հասկանալով։ Տիկին Կապուտիկյանը իր հայացքները, ամեն դեպքում քաղաքական հայացքները միշտ ավելի բերում էր այն դաշտ, ինչպիսին կլինի հայրենասեր մարդը, ինչը ցավոք մտավորականները այսօր այլ կերպ են ընկալում եւ այլ կերպ են արտահայտվում։ Ինչ էր տեսնում նա իր պատուհանից եւ ինչպես էր ընկալում աշխարհը։ Թե ինչ էր տեսնում, ամեն ինչ տեսնում էր, այն որ մենք երազել անգամ չենք կարող, թե վաղը ինչ կլինի, նա տարիների այսպես պրոգնոզ ուներ, եթե օտար բառով ասենք։ Կանխատեսում, այո, տարիների կանխատեսում ուներ։ Հզոր անհատականություն էր, մայրաբար, ասենք, ուզում էր հետ պահել, նախճիրը պատկերացնում էր հակամարտությունների ալիքի ուժգնությունը պատկերացնում էր, ինչպես եւ կաթողիկոս Վազգեն առաջինը զգուշացնում էր, բայց արդեն երբ ալիքը մոլեգնել էր, ինքը կանգնեց այդ ալիքի գլխին։ Կապուտիկյանը սերտ կապեր է ունեցել նաեւ Սփյուռքի հետ։ Ինչպես էր պահում այդ կապը, ինչն էր ստիպում, որ չկտրվի աշխարհասփյուռ հայությունից։ Ուրեմն Սփյուռքի ճանապարհը փակ էր։ Մինչև Մոսկվան ինչ որ թույլ չտար մի լարի չափ հաղորդակցություն, թերթ եւ այլն չէր լինի որևէ բան։ Եվ վերջինը ուրեմն գնացել էր Քոչարը, Հրաչյա Քոչարն էր գնացել, բայց շատ քիչ ինչ որ բան է գրել Սփյուռքի մասին, հասկանում ենք, որ թույլտվություն չի եղել ուղղակի։ Կամ գրաքննություն է եղել։ Գրաքննությունը, այո, սև գրաքննությունը փակում էր բոլոր ճանապարհները։ Մեծով Մաշտոցի 1600-ամյակին 62 թվականի դեկտեմբերին նա պետք է գնար ելույթ ունենար Բեյրութում եւ այնտեղից զգուշացրին, ասացին, եթե Սիլվա Կապուտիկյանը հանկարծ չգա, մենք կսառեցնենք մեր բոլոր հարաբերությունները եւ Երևանի եւ Մոսկվայի հետ։ Իսկ դա գիտեք թե ինչով էր հղի, ինչքան կորուստներ կբերեր իր հետ, եւ Կապուտիկյանը թռավ Մոսկվա, Մոսկվայից Փարիզ, Փարիզից Բեյրութ, այստեղ մի հրաշալի պատմություն է, սկիզբառում ես շատ կուզենամ, որ նկարահանվի այդ օդային մենախոսության դրվագը, մի բացառիկ երևույթ է, եւ մեր կինեմատոգրաֆը դրանից շատ կշահի, շատ, եւ հասնում է Բեյրութ, եւ այլևս ոտքը Սփյուռքից չի կտրվում։ Նրան այստեղից գողանում է Հալեպը, հետո Դամասկոսը, հետո Կահիրեն, հետո ուզում են նաև Իրաքի հայերը նրան տանել, բայց Իրաքում խժդժություններ կային, մի խոսքով Կահիրեով վերջացնում է։ Գնացել էր 2 շաբաթով, բայց մի 3-4 ամիս մնում է, 63 թվականի գարնանը նոր վերադառնում է։ Եվ դա դառնում է պարբերական, արդեն բոլոր մայրցամաքներից, բոլոր մայրաքաղաքներից, որտեղ որ հայկական Սփյուռք կար, մեծ այսպես շնչառություն կար հայկական, բոլորն ուզում էին կանչել, տեսնել, վայելել իրենց բանաստեղծուհու ներկայությունը։ Տիկին Դեմիրճյան, իմ ու ձեր զրույցներից մեկում մի անգամ ասացիք, որ հայերենը, հայոց լեզուն Կապուտիկյանի համար զուտ արտահայտման միջոց չէր։ Ինքը ապրում էր այդ լեզվով, ապրում էր դա տարածելու մոլուցքով։ Ինչպես էր պահպանում լեզուն։ Նախ ինքը լեզվաշեն անձնավորություն էր։ Նրա հայտնի բանաստեղծությունը Խոսքին որդուն է, եթե ես նստում եմ նորից մտքիս մեջ կրկնում եմ, ամեն տողի վրա ուղղակի այսպես զարմանք եմ ունենում։ Կտրել է նա հանց աստղալույս երկինքները ժամանակի, շառաչել է խռովահույս սլացքի հետ հայկյան նետի։ Տեսեք, եւ ալիտերացիա կա, խ-ի, ս-ի, զ-ի կուտակումներ կան, եւ բառաստեղծման ինչ ընտիր նորություններ, խռովահույս, հայկյան նետ,
կամ ժամանակի չափումը հանց աստղալույս, ուրեմն ինչպես աստղի լույսն է գնում, այդպես գնում է մեր հայոց լեզվի դարաշրջանը, ժամանակի չափումներ եւ այլն, ոնց է կարողացել ընդամենը 2 տողով այսքան բան բերել, կուտակել եւ դարձնել այսպիսի տեսանելի մի եւ աշխարհագրություն եւ ժամանակագրություն եւ ամեն ինչ։ Այս սա լեզվի զգացողության խոր շատ մեծ ներքնատեսություն ունեցող մարդու դրսևորում է։ Եվ ես պատահական չի, որ բերել եմ այս գիրքը դեպի խորքը լեռան։ Այս գրքում ամբարված են այն բոլոր հոդվածները, որոնք մեծանում են Կապուտիկյանին, բացում են նրա ստեղծագործության այս կամ այն երակը։ Բոլորը միասին բացել մի մարդ ուղղակի չի կարող։ Ես ինքս փոքրիկ մի գիրք գրեցի դպրոցի համար, որ ուսուցչուհիները հեշտ կարողանան ներկայացնել աշակերտությանը, եւ տեսա, որ ես շատ եմ խեղճ անում, այո, մի գրքի մեջ դու չես կարող Կապուտիկյանի ամբողջ ստեղծած այս հովհարացեւ բացվող շքեղությունը ներկայացնել։ Տիկին Դեմիրճյան, լեզվաստեղծ լինելն էր, թե մուսայի արկայությունն էր, որ գալիս էր ու միանգամից գրում էր։ Այսինքն մտածում էր ինչ գրեր, թե ուղղակի իր մուսան էր ստեղծում, որ ինքը կարողանա արտահայտվել թղթին։ Ես երջանիկ եմ, որ ձեր ասած մուսայի թմբկահարումներին հետո ոչ հենց այդ պահերին ներկա եմ եղել։ Երբ ես էլ լրագրող էի եւ Սիլվա Կապուտիկյանի հարցազրույցներ էի անում, իր կլոր սեղանի շուրջ ենք հիմնականում հարցազրույցներ արել, առավոտյան եթե գնայի, ուրեմն թանակի հոտից հասկանում էի, որ նա գիշերը ստեղծագործել է։ Մի անգամ ասում եմ, Տիկին Սիլվա, ինչ եք գրել գիշերը, ասում եմ, ոչինչ էլ չեմ գրել։ Ասում եմ, բայց թանակի հոտը այնքան ուժեղ է գալիս, եւ հանեց փոքրիկ թղթիկների վրա, որ մի պահում էր այդ մուսաների սեղանը, իր կլոր սեղանն էր, հանեց մի քանի թուղթ, այսպես ուժեղ շեշտերով ջնջած, սևացրած, ու մտածում եմ դրանից երջանիկ պահ, որ ես տեսա, թե ինչպես է գիշերը աշխատել, ձեր ասած մուսան արթնացրել է նրան եւ մի քանի քայլ չի մոտեցել մեծ գրասեղանին, այլ հենց փոքր սեղանի վրա է ստեղծագործում։ Հասկացա, որ անընդհատ արդեն 80 անց տարիքում էր Սիլվա Կապուտիկյանը, մուսաները նրան չէին լքում։ Գրում ու գրում էր, մինչև վերջին օրը գրել է եւ պարտքի զգացումով դիմանկարներ էր կերտում իր ժամանակակիցների, ասենք Արամ Խաչատրյանին հրաշալի ներկայացրել էր, Արնո Բաբաջանյանին, կաթողիկոս Վազգեն Առաջինին, պարտքեր ուներ մարելու, պարտքեր պետք է մարեր եւ Կապուտիկյանը անդադար գրում էր։ Արցակը բոլորովին հետ չի մնում նրա չափածոից։ Պետք է ասել մի բան էլ դեռ առաջ է գնացել։ Ուղղակի մենք չենք կարդում, լավ չգիտենք արցակը։ Քանի ավարտված, թանակն ավարտված գրիչ ունեք այս պահին եւ բացի գրիչները, որով ստեղծագործել է բանաստեղծուհին, թանգարանի ֆոնդում քանի ցուցանմուշ կա եւ վերջերս էլ ցուցադրում էիք արծաթե գործերը, արծաթե զարդերը, որոնք կրել է բանաստեղծուհին։ Այո։ Ուրեմն մենք ունենք մի այսպես շրջանաձև տուփ 240 գրիչ է, վերջին 10-15 տարիներից մնացած գրիչներն են վանեցիության կնիքը վրան, այսինքն մինչև վերջին կաթիլ թանակը գրած, եթե բարիք է, նա պետք է օգտագործի, չի կարող թափել։ Նաև դաս է մեզ, որ մենք դեն չնետենք պիտանի իրերը, դրանով է հարստանում ժամանակը։ Պատկերացեք, երկու այդքան գրիչել մենք պահուստում ունենք, ուղղակի տեղ չկա այդ ամբողջը միասին ցուցադրելու, ունենք ոսկե գրիչների հավաքածուն, նաև Վազգեն Առաջինի նվերը, շնորհակալություն Տիկին Սիլվային, որ նա փրկեց հայերենը պետական լեզու լինելու հարցում, ուրեմն Կապուտիկյանն էր, որ այդ հարցը բարձրացրեց եւ լուծվեց, Բրեժնևը նահանջեց, չկարողացավ ռուսերենը ամբողջ միությունում պետական լեզու դարձնել։ Ահա Ինչ վերաբերում է արծաթե զարդերին, նա ուղղակի մի դարաշրջան է բացել։ Հայ կանանց եւ հայ ժողովրդի աչքն է բացել մեր հրաշք զարդերի վրա եւ իր զարդերը կրել է այնպիսի հպարտությամբ, այնպիսի միջավայրում մարդիկ ուղղակի զարմացել են, որ սովետական այս դարաշրջանում Տիկին Սիլվան Մոսկվա է ներկայացել իր արծաթե հրաշք զարդերով։ Եվ թվում է պատահական ձեռքը այսպես անընդհատ, բայց ոչ, ձախ ձեռքին նա կրում էր ապարանջանը եւ հայկական ապարանջանը թող մարդիկ ավելի շատ տեսնեն, այսինքն պատահական չի։ Այո, ցուցադրել է, ուղղակի ցուցադրել է։ Շատ բարի։ Ցավոք այսօր երիտասարդներից քչերը գիտեն Կապուտիկյանին, քչերը գիտեն նրա ստեղծագործությունները։ Թանգարանը հանրահռչակման համար ինչ է անում, ինչ միջոցներ եք ձեռնարկում, որպեսզի հատկապես եկող սերունդը իմանա այս հզորագույն բանաստեղծուհու մասին։
Գիտեք ինչ, մեր հնարավորությունների ներածին չափով անում ենք շատ ավելին, քան դա հնարավոր է։ Ինչպես մրջյունն է իր քաշից ավելի բեռ տանում, այդպիսի բեռ են տանում այսօր մեր թանգարանները, այդ թվում մենք։ Այսինքն եւ հրատարակում ենք գրքեր, եւ ընդունում ենք շատ մարդ։ 7-8 հազար մարդ ենք ընդունում տարեկան, մինչդեռ ասենք ես ընդունել եմ 1200-1300 հոգի տարվա թողունակությունը։ Այդքան մենք աշխատում ենք։ Մեզ ուղղակի խոսող բերան չի հերիքում, որ եկող խմբերին սպասարկենք։ Առնվազն 3 հոգի պետք է գիդի դեր ստանձնի, որ ես Աստծո օրը գիդեմ աշխատում թանգարանում եւ դա ամենահաճելի բանն է։ Բայց գիտեք ինչ, թանգարանը միջավայր է։ Չի կարելի ակնկալել, որ մենք անընդհատ մեր պահուստային ֆոնդից կարող ենք այնպիսի նորություններ հանել, որ ժողովուրդը ցնցվի, իսկապես էլ ցնցվում է։ Սովորական զարդերի ցուցահանդես է հիմա գնում թանգարանում, եւ ով գալիս է, ուղղակի ապշում է։ Բայց մենք միջավայրի կարոտ ունենք, միջավայրը ճիշտ ներկայացնելու, բակը պետք է նաև թանգարանային լինի, դուռը պետք է թանգարանային լինի, շքամուտքը պետք է թանգարանային լինի։ Եվ վերջապես աշխատողը իրեն պետք է վարձատրված զգա, սիրելի ուրա, ամոթ չէ նաև այդ մասին խոսել։ Եթե ամեն դեպքում վերադառնանք բանաստեղծուհուն, ինչ եք կարծում, ինչն է նրա ստեղծագործությունները այդքան հարատև դարձնում, որովհետև Կապուտիկյանի գործերը արդիական են նաև այսօր։ Միշտ, արդիական են մնալու միշտ, որովհետև նա երբեք դուրք չտվեց մոդայիկ ուղղություններին, մարդիկ կային անմիջապես անցան սպիտակ բանաստեղծության։ Իր վերջին բանաստեղծություններից մեկում այդպիսի տուրք տվեց, նա ցույց տվեց, որ ես էլ սպիտակ բանաստեղծություն կգրեմ առանց հանգերի, լայն տողերով եւ այլն, բայց դասականության մեջ նա մնաց մշակված, ինչպես ադամանդն է մշակվում եւ փայլատակում, այդպես էլ ինքը ամեն օր մշակվում էր, ինքը իրեն ամեն օր ուրեմն նշաձող կար, այդ նշաձողից ցած հանկարծ չպիտի լիներ։ Եվ եթե ընտրանի էր հավաքում, ապա շատ խստորեն, շատ այսպես լուրջ, աչալուրջ քննության, որ հանկարծ միջին որակի մի բանաստեղծություն չսպրդի գրքի մեջ։ Այնպես որ նա ժամանակների մեջ քննություն բռնելու խնդիր չունի։ Եղել է կա, պետք է լինի, ուղղակի մենք պիտի սովորենք կարդալ եւ շատերն են գալիս խոստովանում, որ չէինք սիրում Կապուտիկյան զուտ չիմանալուց։ Հաղորդում նայեցինք, եկանք թանգարան, երեխաներին բերեցինք եւ ուսուցիչները, մայրիկները, ինչպիսի խոստովանություններ են լսում, դասախոսներից անգամ խոստովանություններ լսեցին, որ մի օր հիմա չի անցնում առանց Կապուտիկյանի։ Գիշերը մինչեւ չենք կարդում, չենք քնում։ Այ այսպեսին է։ Որպես ինքնուրույն կին կարելի է ասել, որ Կապուտիկյանը սովետական Հայաստանում եւ հետո նաեւ անկախ Հայաստանում ֆեմինիզմի առաջին ծիլերից էր։ Իր համար այդ հարցը չի եղել։ Եթե Ռոզա Լյուքսեմբուրգն ու Կլարա Ցետկինը դրա վրա բևեռված են եղել, որ ասում ենք համակշռված էր նրա զգացմունքն ու միտքը, նաև այդ իմաստով։ Նա կնոջը առաջնային, ասենք, ներկայացնելու, առաջային դիրքը դնելու խնդիր չի ունեցել։ Ինքը այդպեսին կար։ Մեծ մարդը չի մտածում, որ ինքը մեծ է, մի հատ էլ ցույց տա իրեն, էլի։ Ֆեմինիզմի հարց երբևէ չի եղել։ Հակառակը, ինչպես Պաուլ Սեբակը Վահագն Դավթյանն են ասում, մի քիչ էլ արական այսպես գիծն էր նրա մեջ ուժեղ, այսինքն կարողանում էր հորդ զգացմունքները բերել, համակշռել։ Եվ իրական կյանքը դա է, գիտեք ինչ, լավ ընտանիքներում այդպես է, ոչ կինն է ձգտում առաջնության, ոչ ամուսինն է ձգտում, ամեն մեկը իր լիարժեք դերը ճիշտ տանում է եւ դրանից գեղեցիկ բան չկա։ Բոլոր թանգարաններն աշխարհում արդիականացման խնդիր ունեն եւ կարծես թե բոլորը ժամանակի հետ փորձում են համընթաց քայլել։ Նոր նախագծեր, նոր ծրագրեր ունեք, որոնք կկարողանան արդիականացնել եւ ժամանակին համընթաց պահել նաեւ Կապուտիկյանի տունը։ Այո, վաղուց, շատ վաղուց մենք ներկայացրել ենք եւ մի ցուցադրական պատ, որ քննարկման փուլում է արդեն բավական երկար ժամանակ եւ համակարգչային եւ տեսանկարող սարքերի կարիք ունենք։ Ինչ ասեմ, 3 տնօրեն է փոխվել, մեր նոր տնօրենը շատ արդիական մտածողություն ունի, Սյուզաննա Խոջամիրյանը, միշտ համագործակցում ենք եւ կարծում եմ, որ նաեւ արդիականացման այդ շունչը պետք է նրա օրոք տեսնենք։ Դուք անձամբ ճանաչել եք Կապուտիկյանին եւ մտերիմ եք եղել։ Ձեզ ամենաշատը նրա հետ շփումից ինչն է մնացել։ Բացառիկ խորհուրդներ է տվել, բացառիկ կյանքի համար մշտատև, երբ ես էլ ասենք դժվարություն էի ունենում եւ զգում էր հոգեկան ալեկոծումների մեջ եմ, Հայաստանի Հանրապետության թերթի լրագրող էի։
մկրատում էին հոդվածս, հարցազրույցը Սիլվա Կապուտիկյանի հետ եւ տպագրում էր, ասենք, կեսը կամ 1/3-ը։ Եվ նա ինձ խրախուսելու համար շատ հետաքրքիր ձև էր գտել, ասում էր, ամենալավը ձեր թերթն է գրել Արմենուի, ինձ երբեք ուղիղ չէր գովում, ամենալավը էլի ձեր թերթն է անդրադարձել։ Եվ այսպեսի խորհուրդ է տվել, ասում է, անգամ երբ մի աչքդ լաց է լինում, մեկը ծիծաղի մեջ պահիր։ Երեխաները մեղք են, երեխաները մեղք չունեն, որ մենք չենք կարողանում ճիշտ հասարակություն եւ ճիշտ կյանք ստեղծել իրենց համար։ Մայրը եւ ընդհանրապես մարդ պետք է փոքրիկների համար ժպտերես աչք պահի։ Եթե բանաստեղծուհին լսեր մեր զրույցը, ինչպես կմեկնաբաներ այս հարցազրույցը եւ եթե իմանայիք, որ լսում է, ինչ կմաղթեիք նրան։ Ոյ, այնքան ալեկոծ էր իր հոգին։ Արտաքուստ խաղաղության տակ էլ ես գիտեի, որ շատ մեծ ալիքներ կան եւ նա կարողանում է շրջապատին մեծ մասնակցություն չտալ։ Եթե ասենք Վրեմյա ծրագրի համար էր խոսում, իր ալեկոծությունը միջև վերջ բացում էր։ Գուցե դա կմաղթեի, որ Տիկին Սիլվա, ձեր մեծությունը այնքան շատ է, այնքան բարձր է, ձեր բարձունքը այնքան այսպես գագաթնային է, որ դուք իրավունք ունեք խաղաղ ապրելու, խաղաղ ապրեք, թող ձեր սիրտը խաղաղ լինի, այդ դա կմաղթեի, այդքան չպատռվեր, այդքան չբորբոքվեր ու այդքան իրեն չվատներ, դա կմաղթեի, որ գոնե երջանիկ ծերություն ունենար, բայց հենց ծերության շրջանում էլ նա շատ մեծ ալեբախումների մեջ էր։ Տիկին Դեմիրճյան, եւ թերևս հաղորդման ավարտին ուզում եմ ասեք, թե որն էր բանաստեղծուհու ձեր ամենասիրած ստեղծագործությունը։ Ես ամենափոքրը կասեմ, որ նաեւ տպավորվի։ Դժվար է գալը, դժվար գնալը, դժվար լռելը, դժվար ճչալը, դեռ հավատալն է ամենից դժվար, ավելի դժվար չհավատալը։ Շնորհակալ եմ, որ այստեղ էիք։ Սիրով։ Իր բանաստեղծություններից մեկում էր Սիլվա Կապուտիկյանն ասել է. «Ուր էլ գնաս, ես քեզ հետ եմ, ես կգամ»։ Մի սպասեք, որ բանաստեղծուհին գա ձեր կյանք։ Այցելեք տուն թանգարան ու ծանոթացեք նրա գործունեությանը։ Իսկ մենք կհանդիպենք։